մեր օրգանիզմը մոբիլիզացվում է, որպեսզի կարողանա դիմակայել պրոբլեմներին։ Նույնիսկ եթե դրանք չկան, տագնապի դեպքում հաճախ դրանք չկան։ Ինչևից է, եթե մենք փորձում ենք հասկանալ, թե մենք ունենք արդյոք արյան բարձր ճնշում, թե ոչ, շատ կարևոր է չափման տեխնիկան։ Օրինակ, հաճախ պացիենտները հարցնում են. աջ ձեռքին չափել ճնշումը, թե ձախին, որն է ավելի ճիշտ ցույց տալիս արյան ճնշումը։ Այս մասով պետք է անպայման նշել, որ կարևոր է արյան բարձր ճնշում ախտորոշելու համար չափել երկու ձեռքերին միաժամանակ եւ ընտրել ավելի բարձր ճնշում ունեցող ձեռքը։ Իրականում 5-ից 10 մմ սնդիկիսյան տարբերություն լիովին նորմալ է երկու վերջույթների միջև, սակայն եթե դուք ավելի մեծ տարբերություն եք տեսնում, ենթադրենք մի ձեռքին չափում եք 20-30 մմ սնդիկիսյունով ավելի բարձր, քան մյուս ձեռքին, նման դեպքերում հավելյալ հետազոտություն եւ խորհրդատվություն է անհրաժեշտ անոթաբանի կողմից բացառելու համար տարբեր տեսակի անոթային ախտահարումները։ Խոսեցինք, որ ճնշում պետք է չափել այն ձեռքին, որը որ ավելի բարձր է չափվում։ Մի քանի չափումներից հետո դուք կարծես թե կծանոթանաք եւ կտեսնեք, որ ձեզ մոտ ենթադրենք աջ կամ ձախ ձեռքն է ավելի բարձր չափում ճնշումը եւ պետք է շարունակել չափումները կատարել այդ ձեռքին։ Շատ կարեւոր է չափումները կատարել 15-20 րոպե հանգիստ նստելուց հետո։ Չարժի ֆիզիկական ակտիվություն անել, հետո գալ նստել եւ միանգամից ճնշումը չափել։ Ինչպես նաեւ չարժի ճնշումը չափել ծխախոտ, սուրճ կամ ալկոհոլ օգտագործելուց հետո, որովհետև այս ցուցանիշներն էլ չեն համապատասխանում ձեր նորմային։